Այս շաբաթ երկրի փորձագիտական եւ քաղաքական շրջանակների քննարկման գլխավոր թեման հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրն էր, որ ներկայացվել է ազգային ժողով վավերացման։ Հետաքրքրական է, որ համաձայնագիրը գրեթե նույն տեմպով եւ նույն շեշտադրումներով է քննարկվում, ինչպես ժամանակին ԵԱՏՄ-ին միանալու որոշումը։ Երկու դեպքում էլ գլխավոր տագնապը նույնն է՝ Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը։ Այն ժամանակ էլ ու հիմա էլ գլխավոր խաղաքարտը Ղարաբաղն է։ ԵԱՏՄ-ին անդամակցելու հայտարարությունից հետո Հայաստանի որոշ կուսակցություններ համառորեն պնդում էին, թե Ղարաբաղի եւ Հայաստանի միջև մաքսակետ է դրվելու։ Չդրվեց։ Հիմա էլ պնդում են, թե Հայաստանի հոպը Ղարաբաղի համար չեն կարողանալու օգտագործել։ Իսկ արդյոք կկարողանանք։ Այս անգամ կան մտահոգություններ, որոնց առիթով Պաշտպանության նախարարությունը նույնիսկ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Ինչ է ենթադրում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը, պարզել է Զորա Փարոյանը։ Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու վերաբերյալ առաջին լրատվական հոսքը հատկապես ռուսական մեդիայում հայտնվեց անցած տարվա աշնանը, երբ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց ստեղծել գործակցության համաձայնագիր։ Ավելի ուշ դեկտեմբերի 23-ին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրեցին համաձայնագիրը։ Համաձայնագիրն ընդգրկվեց ազգային ժողովի օրակարգ եւ սկսվեց դրա նպատակահարմարության քննարկումը։ Բանն այն է, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ Ռուսաստանի հետ կնքում է միասնական հոբ համակարգ ստեղծելու համաձայնագիր։ Ռուսաստանը հոբ համակարգ արդեն ստեղծել է Բելարուսի եւ Ղազախստանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այս շաբաթ Երևանում հստակեցրեց երկկողմ պայմանավորվածությունների հեռահար նպատակը։ Работа над созданием объединенной системы ПВО. Հիմա ստեղծվում է Հայաստանի հետ միասնական հոբ համակարգ, սա առաջին փուլն է, երկրորդ փուլում կմիավորվեն բոլոր համակարգերը եւ կստեղծվի մեկ միասնական ընդհանուր համակարգ ՀԱՊԿ ամբողջ տարածքի վրա։ Սա շատ լուրջ միջոցառում է մեր երկրների անվտանգության բարձրացման համար։ Հայաստանի համաձայնագիրը միավորման մասին է, ՀԱՊԿ մյուս երկրներին միասնական լինելու։ Սա ամենևին էլ բառախաղ չէ, միավորվածը ենթադրում է, որ կողմերը պահպանում են ինքնուրույնությունը։ Բոլոր այն կարծիքները, որ այս համաձայնագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումը անցնում է մեր դաշնակից Ռուսաստանին կամ պետք է արվի նրա հետ համատեղ, իրականությանը չեն համապատասխանում։ Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի տարածքների միջև ցամաքային սահմանի բացակայությունը հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում Հայաստանի պետական սահմանի ներքո առանձնացվում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ։ Հակաօդային պաշտպանության համակարգը մնում է, որևէ բան չկա իր կառավարման կառուցվածքով, մեր հակաօդային զորքերի պետի մակարդակով, լրացուցիչ Կովկասյան տարածաշրջանում առաջանում է լրացուցիչ բաղադրիչ, ոչ ՀԱՊԿ-ի մեջ է, ոչ ԱՊՀ-ի հետ կապ ունի Հայաստան-Ռուսաստան, որտեղ ավելանում է այն տեխնիկական բաղադրիչը, որը ըստ էության մենք չունենք։ Այս նոր կառույցի համատեղ գործողությունների կառավարումը հանձնվում է Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերի պետին։ Բնականաբար Հայաստանի հոբ զորքերը ենթարկվում են Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարին։ Առանձին հոբ համակարգի ղեկավարումը ուղիղ իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան պաշտոնյան, որը բացառապես հաշվետու է Հայաստանի Հանրապետության գերագույն հրամանատարը։ Մարտական օրացության ժամանակ ծրագրով նշանակված է պաշտպանության բանակի 64-րդ Համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանի հոբ զորքերը ինքնուրույն կարող են համագործակցել ցանկացած այլ հոբ համակարգերի հետ, ընտրություն կատարելու հարցում նրանք ազատ են։ Այսինքն, ավելի պարզ, Հայաստանի հոբ զորքերը կարող են ազատ գործակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հոբ համակարգի հետ։ Ոչ մի սահմանափակում այս առումով չկա։ Պաշտոնապես հայտարարում եմ, այս համաձայնագրում որևէ տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան չկա, որը կապված է Արցախի հետ։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի հոբ համակարգերում որևէ սահմանափակում չկա եւ այս համաձայնագիրը դրա հետ որևէ կապ չունի։
Հայաստանի զինված ուժերի համար նոր ռազմական հնարավորություններ են բացվում համաձայնագրով։ Բանն այն է, որ այն թույլ է տալիս օգտագործել Ռուսաստանի օդատիեզերական զորքերի հնարավորությունները մինչև միջուկային զենքի կիրառում։ Բացի այդ, Հայաստանը կարող է օգտվել օդատիեզերական ուժերի արբանյակային եւ հսկման համակարգերի հնարավորություններից։ Այս միավորված համակարգը հնարավորություն է տալիս մեզ օգտվել մեր դաշնակից Ռուսաստանի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից։ Այն հնարավորությունը, որ մենք չունենք, մենք կարող ենք սա օգտագործել։ Քառօրյա պատերազմից հետո զինված ուժերին վերաբերող բոլոր խնդիրներին հասարակությունը զգայուն է արձագանքում։ Այդպես եղավ նաև այս դեպքում, երբ այս համաձայնագիրը կապ չունի Ղարաբաղի խնդրի հետ։ Հակաօդային պաշտպանության զորքերը պաշտպանական գործառույթ ունեն եւ համաձայնագիրն այն հովանոցն է, որով Հայաստանը հնարավորություն է ստանում պաշտպանվել օդային տարածքի հնարավոր սպառնալիքներից։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկինքը սեփական ուժերով պաշտպանելու ադրբեջանական ագրեսիայից։ Զոհրաբ Հարոյան, Վանաձև,